Ժողովրդավարության տապալման ու բռնապետության մասին է նահազանգում Եվրոպայի ամենաժողովրդավարը համարվող երկրներից Ֆրանսիայի քաղաքացիները։ Չեն համակերպվում Փարիզի դատարանի այն որոշման հետ, որով ընդդիմադիր աջ ծայրահեղական Մարին Լպենը 5 տարով զրկվել է ընտրովի պաշտոն զբաղեցնելու իրավունքից։ Ես շոկի մեջ եմ Մարին Լպենի դատավարության արդյունքներից։ Ստացվում է նա չի կարող առաջադրվել նախագահի թեկնածության համար, ամոթ է ուղղակի։ Սա իսկական սկանդալ է, արդեն կատակ չգիտեք, սա լուրջ հարձակում է ժողովրդավարության վրա, քանի որ ֆրանսիացի ընտրողների 40%-ը փաստացի զրկվել է իրենց թեկնածուին ընտրելու իրավունքից։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հիմնական մրցակից ազգային միավորում կուսակցության 57-ամյա առաջնորդ Մարին Լպենը մեղադրվում է Եվրամիության միջոցները չարաշահելու համար։ Իբրև Լպենը Եվրախորհրդարանի падգամավոր եղած ժամանակ մոտ 2 տասնյակ կուսակիցների հետ 4 միլիոն եվրո է չարաշահել։ Օգնականներ է վարձել, որոնք ըստ մեղադրող կողմի աշխատել են ոչ թե Եվրամիության, այլ Լպենի կուսակցության համար։ Ինքը Լպենը մեղադրանքը չի ընդունում, պնդելով, թե իշխանությունը պարզապես իր քաղաքական մահն է ցանկանում։ Մակրոնը միջուկային ռումբ է հանել իր դեմ, որովհետև վախենում է, որ 2027-ին սպասվող նախագահական ընտրություններին Լպենը մեծ շանսեր ունի հաղթելու։ Չէ որ նրա վարկանիշը Ֆրանսիայում բավականին բարձր է, ըստ վերջին հարցումների, եթե ընտրությունները տեղի ունենային այսօր, Լպենը առնվազն կանցներ երկրորդ փուլ։ Եվ իրոք, ինչ է սա, եթե ոչ քաղաքական մահվան դատավճիռ, արդարադատություն չէ սա։ Մենք արդեն պաշտոնապես բռնապետություն ենք մուտք գործում Ֆրանսիայում։ Ընդդիմադիր քաղաքական գործիչը բողոքարկելու է դատարանի որոշումը։ Ինչպես ինքն է ասում, որպեսզի թույլ չտա, որ ֆրանսիացիներից քվե գողանան նախագահական ընտրությունների ժամանակ, ինչպես եղավ իր խոսքով խորհրդարանական ընտրություններին։ Բայց պաշտոն զբաղեցնելու արգելքը կմնա ուժի մեջ, քանի դեռ Լպենին չի հաջողվել այն բեկանել վերինատյաններում։ Եթե Մարին Լպենը չկարողանա մասնակցել նախագահական ընտրություններին, դա կլինի աղետ ժողովրդավարության համար։ Տեղից էլ ճգնաժամ է Ֆրանսիայում, պառակտված է քաղաքական դաշտը։ Հույս ունեմ, որ ֆրանսիացի ժողովուրդը չի հանդուրժի դատարանի այս որոշումը։ Բայց ֆրանսիացիների կարծիքը Լպենի մասին միանշանակ չէ։ Մի խումբ քաղաքացիներ Բեթհովենի ժողովրդավարություն ու համերաշխություն խորհրդանշող 5-րդ սիմֆոնիան են նվագել, մեղադրելով Լպենին իրենց հիասթափեցնելու ու հանրային միջոցները չարաշահելու համար։ Լիլիթ Գասպարյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։